նորից բարև բարեկամներ, շարունակում ենք մեր ներկուսակցական քարոզարշավը, ասել ենք Արտաշատ, Արարատի մարզ։ Ես եւ ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Սա շատ կարևոր մի միջոցառում է, ոչ միայն մեր կուսակցության համար, այլև մեր երկրի, որովհետեւ այսպիսով մենք ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է ձևավորվեն ազգային ժողովի ցուցակները, ինչպես նաեւ Արդյոք բաց չենք թողում այս լավ օրով համարյա գարնանային, չէ՞։ Այո, գրեթե գարնանային։ Համարյա գարնաներով շփվել մեր քաղաքացիների հետ։ Նաև շատ հաճելի է զբոսնել Հայաստանով, առիթ ենք ունենալու այս 3-4 շաբաթների ընթացքում լինել գրեթե բոլոր մարզերում, ոչ բոլոր քաղաքներում, բայց բոլոր մարզերում հենա հետևից գալիս են, տեսնում ենք վարչապետը։ Սա փոխեմ կամերան, մի հատ ցույց տամ։ Մեզ հետ են նախարարներ, ազգային ժողովի պատգամավորներ, Արտաշատ համայնքի ղեկավարը, նույնպես, եւ քայլում են քաղաքով, Արսեն ցույց տուր այս կարմիրը։ Քաղաքի բրենդային Քաղաքը փոխում է իր տեսքը, ճանաչելի է դառնում այս գույներով եւ ընդհանրապես շատ ներսնել միանման դրի եւ կարծում եմ, որ սա ընդհանրապես շատ աշխույժ կարելի ասել վիճակ է, չէ՞։ Մարդկանց, մեքենաների, առևտրի, որը բերել է նաև մեր խաղաղությունը, ըստ էության, ու զարգանալու է մեր երկիրը խաղաղ պայմաններում։ Ինձ թվում է նաև մեր քաղաքացիներին կարող է հետաքրքրել, թե ինչպես են հանդիպումը անելու մեր պատվիրակների հետ։ Այսօր երեկոյան կհանդիպենք երկու մարզերի պատվիրակների, ելույթներ կունենանք, կշփվենք, այսպիսով համոզելով իրենց քվեով մեզ օժտել, բայց նաև շատ կարևոր է, որ այս ընթացքում, այս կարճ մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ կիրակի կլինենք Հայաստանի որևէ մի մարզում եւ կարծում եմ սա էլ լավ փորձառություն է բոլորիս համար, նաև շոշափելի հողի վրա զգալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ստանում ենք նաև դրական, հարտական։ Դրական ծանոթանում ենք նաև խնդիրներին, այնպես չի որ առաջի անգամ ենք իհարկե, բայց այս ֆորմատով 50 հոգով ըստ էության մեր նախընտրական ցուցակի առաջի 50 հոգով, անկախ նրանից թե ով որտեղում կլինի, մենք արդեն ներկայանում ենք, լսում ենք, շփվում ենք։ Հիմա հասնելու ենք դեղատանը, վստահ եմ, որ քաղաքացիները կրկին գոհունակություն են հայտնելու առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին, եւ ուր գնացինք նկատել ես այս մասին խոսում։ Եվ առողջության ապահովագրությունից, եւ կենսաթոշակների բարձրացումից, հետվճարից, սուբվենցիոն ծրագրերից, իհարկե կան նաև խնդիրներ, որոնք աստիճանաբար կլուծվեն, բայց ունենք այս դրական զարգացումները, այս մեր գործընկերներն են, այս էլ Արտաշատ քաղաքը իր ամբողջ բանով, հմայքով, այսպես ասած։ Հիմա նորմալ է, թե նորմալ չի, որ այսպես քայլում ենք եւ շաբաթ կիրակիները այսպես ենք անցկացնում։ Իհարկե նորմալ է, ոչ միայն նորմալ, այլ գերնորմալ է, որովհետեւ մենք ենք ընտրել մարդկանց ըստ էության հարցերը լուծելու ու թող պաթետիկ չհնչի, բայց նաեւ ծառայելու ճանապարհը։ Համաձայն եմ։ Դե այնպես որ հանդիպում ենք երևի կամ այսօր կլինի լայվ, թե չի լինի իմեջում, բայց վարչապետի էջին հետևեք, այնտեղից էլ ուղի եթերներ կան, մեր այսօրվա վերջի կետը Մասիսն է լինելու, Մասիսում մեր ամփոփիչ այսօրվա ամփոփիչ հավաքն է լինելու, այնպես որ սիրտի կանենք, լավ է։ սիրում ենք բոլորիդ, կհանդիպենք։